Բոլեսլավ Պրուս, Որբի ճակատագիրը, 1987 թվական, 10-րդ, նամակի պատմությունը։ Դու ասում ես, բարեկամս, որ Արարիչ Աստված ամենալավ դրամատուրգն է, քանի որ ամենաանսպասելի լուծումներ է գտնում։ Դու ճիշտ ես, և որպես ապացույց ես քեզ հետևյալ պատմությունը կանեմ։ Երկար ժամանակ չվարձատրված թղթակցությունների հետ Յասի նամակը ընկած էր պահարանում, չնայած շատ ու շատ շտապ էր։ Շատ տիկնայք էին գալիս փոստատուն, որոնց համար մեծ հաճույք էր ամոքել տառապող մարդկության վիշտը։ Եվ նրանցից յուրաքանչյուրն այնքան բարեպաշտ էր, որ մահից հետո հենց առաջին կարգի մահասայլակի վրայից ընկնում էր Անդերշիրիմյան թագավորության սեփական դղյակը։ Սակայն նրանցից և ոչ մեկը ուշադրություն չդարձրեց խեղճ նամակի վրա, որը աղաչում էր. «Ուղարկեցեք ինձ մինչ Վոլգ»։ Գալիս էին պաննաները, հրապուրիչ, ինչպես վարդերը, և այնքան բարի, բարեգութ և անմեղ, ու ընդհանրապես այնքան կատարյալ, որ նրանց հայտնվելու պահին գրասենյակի սոված ծառայողները մոռանում էին աշխատանքի մասին, իսկ նամակատարներն ու թղթատարները երեսներին խաչ էին հանում, կարծես հրաշագործ սրբապատկերի առջև լինեն։ Բայց և ոչ մեկը նամակով չհետաքրքրվեց։ Այստեղ էին գալիս երիտասարդ ու ծեր, մուշտակներ կամ վերարկուներ հագած պարոններ, մեծ կամ փոքր կրկնակոշիկներ հագած։ Մեկը ոսկե շրջանակով ակնոց ուներ, մյուսը փղոսկրե գլխիկով գավազան, երրորդը ծանոթներին հյուրասիրում էր թանկագին սիգարետներով, չորրորդը քարից տուն ուներ, հինգերորդը ամենաբարի սիրտն աշխարհում։ Նրանցից շատերը բարեգործական կամ էլ գեղեցիկ արվեստները խրախուսելու ընկերությունների անդամներ էին։ Մի քանիսը հոգ էին տանում անդամալույծների մասին, բայց և ոչ մեկի մտքով չանցավ հոգալ Յասի նամակի մասին, որը երկար ժամանակ ընկած էր պահարանում։ Վերջապես դա էլ ուշադրության արժանացավ։ Փոստատան բակով ամեն օր անցնում էր նիհար ու ճաղատ մի ծերունի, երկար կապույտ թիկնոցով։ Նա խորամանկ ու չար ծերուկ էր, ինչքան հարուստների, որ մի ժամանակ կառքերով էին զբոսնում, աղքատացրեց։ Քանի առևտրականների լեշնո նստեցնել տվեց, ինչքան այրիների ու որբերի կորստյան մատնեց, քանի դեռահասների կարիերան փչացրեց, նրանցից ահավոր տոկոսներ քամելով։ Այդ մասին մենք կիմանանք ահավոր դատի ժամանակ միայն։ Իր կյանքի տարիների ընթացքում ծերունին շատ հետնավճար նամակներ էր ուղարկել։ Դրա համար էլ երկյուղ կրելով, թե որևէ մեկը կարող է մոռանալ դրոշմանիշ կպցնել նամակի վրա, և կամ հանկարծ փոստը կարող էր ուշացնել, ժամանակ առ ժամանակ նայում էր չվճարված նամակների պահարանը։ Եվ ահա այդպիսի ստուգումներից մեկի ժամանակ նա կարդաց հասցեն. «Հարգելի ու թանկագին պան Անզելմի սեփական ձեռքը, Վոլգում, թող շուտ հասնի»։ Ծերունին զայրույթից նույնիսկ դողաց և գավազանով խփելով սալարկին քրթմնջաց. «Այ քեզ ավանակ, ցանկանում է, որ նամակը շուտ տեղ հասնի, իսկ դրոշմանիշը չի կպցնում»։ Այդ խոսքերով նա շտապ քայլեց դարպասների կողմը։ Այստեղ նա հանկարծ կանգ առավ ու փնթփնթաց. «Նրան այդպես էլ պետք է, թող ավելի շրջահայաց լինի»։ Սակայն Նովո Սենատորսկի փողոցի վերջին չհասած, ծերունին նորից կանգ առավ և կարծես ինչ-որ մեկի հետ վիճելով զայրացած ասաց. «Սա ինչ նորություն է։ Ես դրոշմանիշ գնեմ ինչ-որ քրչոտի համար։ Երբեք։ Թող գրողի բաժին դառնամ, բայց չեմ անի»։ Իզուր էր նա խուսափում, իզուր էր հայհոյում և փորձում առաջ գնալ։ Աստծու ամենակարող ձեռքն արդեն բռնել էր նրա վզակոթից, և թեատրալ նա հրապարակից ստիպեց շրջվել փոստատան կողմը։ Բայց վաշխառուն հանձնվել չէր ցանկանում ու լալագին ձայնով փորձում էր համոզել ինքն իրեն. «Փոստատունը երևի արդեն փակ է, կարծես նստելու այդ հիմար նամակին են սպասում, և ո՞ր սատանան ինձ դրդեց։ Մի՞թե նույն բանը չէր կարող որևէ հարուստ մարդ անել»։ Այսպես բողոքելով ու հեծեծալով նա այնուամենայնիվ ետ գնաց ու մոտեցավ պատուհանին, որտեղ դրոշմանիշներ են վաճառում։ Ահ, ինչքան դժվար էր նրա համար գտնել փողերով տոպրակը, ինչպես էին դողում ձեռքերը, ինչքան անտանելիորեն ափսոս էր 10 կոպեկ վճարելը։ Բայց և այնպես նա չվճարել չէր կարող, և նամակը գնաց։
Չքնաղ գործեր ես կատարում դու, ով Աստված, եթե այդքան նրբաճաշակ ու բարեսիրտ մարդկանց փոխարեն, որպես որբի կամքի կատարող դու ընտրեցիր քրքրված ու ցեխակոլոլ թիկնոցով վաշխառուին։ Բայց թվում էր, թե այդ խեղճ նամակի վրա ինչ-որ մեկի անեծքը կա։ Ուղարկեցին այն Վարշավայից, իսկ այն ընկավ ոչ այն փոստակայանը։ Նորից ետ վերադարձավ և ծննդյան տոներից հետո միայն հասավ հասցեատիրոջը։ Հենց այդ Սուրբ Ստեփանի օրը երեկոյան ժամը 10-ին մոտ, երբ երեխաներն արդեն քնած էին, պանին նոր ռոման էր կարդում, իսկ պան Անզելմը մտորում էր, թե ինչ առաջադրանքներ տա վաղվա համար։ Նրա ցածրիկ սենյակը մտավ հենց նույն գյուղաքաղաքից վերադարձած Բլինկևիչը։ «Դե ինչ, թերթեր բերեցի՞ր», հարցրեց պան Անզելմը։ «Բերել եմ, հետն էլ ինչ-որ նամակ», պատասխանեց կառավարիչը և սեղանին մի մեծ փաթեթ դրեց։ Շլախտիչը սկզբում ձեռքը վերցրեց նամակը, կարդաց հասցեն և սկսեց քահ-քահ ծիծաղել։ «Տես թե ինչ սրամիտն է», բացականչեց նա։ «Գուցե դա Մերիասն է», կիսաձայն նկատեց կառավարիչը։ «Երևի նա է, ձեռագիրը նման է», ասաց շլախտիչը և շտապ պատռեց ծրարը։ Հետո սկսեց բարձր կարդալ. «Թանկագին պան, մայրս ցանկանում էր ինքը գրել, բայց նա մեռած է»։ «Ինչպիսի դժբախտություն», փնթփնթաց պան Անզելմը։ Նա խնջեց, արագ-արագ թարթեց աչքերը ու խուլ ձայնով շարունակեց. «Վերջում այնքան վատ վիճակի մեջ էինք, որ Աստված հեռու տանի, իսկ մայրս մահվանից առաջ միշտ ձեզ էր հիշում։ Հիմա ես պան Կարոլի մոտ եմ, որն ինձ վերցրեց գթասրտությունից դրդված։ Ինձ համար այստեղ լավ է, բայց թախծալի է, որովհետև ոչ մեկի հետ հնարավոր չէ խոսք փոխանակել, չնայած ուտելիք ու խմելիք տալիս են ինչքան պետք է։ Սկզբում ես տղաների հետ էի ապրում, հետո առանձին սենյակ հատկացրեցին, և միշտ չէ, որ սեղանի մոտ են կանչում։ Եվ ես շատ եմ տխրում։ Արձակուրդների ժամանակ տղաները սկսեցին սովորեցնել ինձ, բայց ավելի շատ հայհոյում են կամ ձեռքերիս հասցնում, իսկ ոչինչ չեն բացատրում։ Նրանք հրացան ու հեծանիվ ունեն, իսկ ինձ թույլ չեն տալիս նույնիսկ մատով դիպչել։ Ինձ համար միևնույն է, բայց ավելի լավ կլիներ, որ ինձ որևէ մեծ մարդ սովորեցներ։ Միայն թե շատ ափսոս, որ նրանք ու նրանց մայրը պան Կարոլին բամբասել են, ես շատ ծույլ ու անբան տղա եմ։ Պան Կարոլը բարկացավ և ինձ տանը թողեց, ու երբ բոլորը գյուղ գնացին, ես լաց լինելու անասելի ցանկություն զգացի։ Իմ թանկագին պան, մի բարկացեք ինձ վրա իմ նողկալի ձեռագրի համար։ Դա ոչ թե ծուլությունից կամ անմաքրությունից է, այլ նրանից, որ գրիչը լավը չէ։ Իմ թանկագին պան, ինչ ասեմ ես, եթե աշխարհում մեն-մենակ եմ մնացել։ Ինձ հարկավոր է որևէ տեղ աշխատել, բայց այդ մասին պան Կարոլին ասել չեմ համարձակվում, որովհետև նա միշտ հիվանդ է ու միշտ գլուխն է բռնում։ Գուցե ես գյուղում պետքական կլինեմ, թեկուզ առանց սովորելու, միայն թե հեռանամ այստեղից։ Համբուրում եմ պանի ու պանիի ձեռքերն ու ոտքերը, ինչպես և Անթոսիային և Յուզեկին, և Մանիային և Կուզիային։ Խոնարհվում եմ պան Բլինկևիչին և Վոյցեխին, եթե նա ձեզ հետ է, և գրեք ինձ, թե ինչպես եք, և բոլորն էլ արդյոք ողջ և առողջ են։ Վերջում ստորագրություններ, իր անունը, ազգանունը, ինչպես նաև հետադարձ հասցեն։ Կարդալը վերջացնելուց հետո շլախտիչը մոտեցավ Բլինկևիչին և հարցրեց մի հատիկ բառով. «Դե, ձեր կամքն է», խոնարհվելով պատասխանեց սպիտակահեր ծառան։ «Այնտեղ տղայի համար երևի շատ ու շատ դժվար է»։ «Օգնենք նրան», կարծես ինքն իրեն ասաց պան Անզելմը և մտքերի մեջ ընկած սկսեց քայլել սենյակում։ 500 ռուբլի հարկ կլինի, շշնջաց նա։ Տղային հարկավոր է բերել այստեղ և արձակուրդից հետո դպրոց ուղարկել։ Մեծ փողեր են, քրթմնջաց կառավարիչը։ Մենք մի քիչ ծախու-ցորեն ունենք, այնպես չէ, հարցրեց պան Անզելմը։ Օ, ցորեն կա, բայց գնորդ գտնելն է դժվար, և այնքան հրատապ։ Բացի դրանից Յուզեկին հարկավոր է դպրոց ուղարկել։ Դդումի մեկն է, պատասխանեց շլախտիչը։ 2 տարում էլ չի կարողանա պատրաստվել։ Նորից լռություն տիրեց, որը խախտեց կառավարիչը։ Եթե կամենաք, փող կգտնվի։ Մի շաբաթ առաջ պան Ադամը ձեր լծասարքին
500-ից մի բան էլ ավել էր տալիս։ Պան Անզելմի վրա կարծես սառը ջուր լցրեցին։ 1-2 րոպե առաջ նա դեռ տատանվում էր, հետո արդեն ուրիշ ձայնով ասաց. «Գնացեք քնելու, Մլինկևիչ»։ Կառավարչին ուղարկելուց հետո նա մտածմունքների գիրկն ընկավ։ Ինչքան էլ յասը թանկ լինի ինձ համար, բայց ոչինչ չեմ կարող անել, և ես որոշ պարտավորություններ ունեմ։ Ճիշտ է, ահա 3 ամիս է ինչ Յուզեկի համար ուսուցիչ ենք վարձել, և յասն էլ կարող էր նրա հետ սովորել, բայց դպրոց, ոչ, դա շատ դժվար գործ է։ Ափսոս տղան։ Ճիշտն ասած, Անզելմն ամաչում էր ինքն իրեն խոստովանել, որ լծասարքից բաժանվել չէր ցանկանա։ Լավ օրերի միակ հիշատակն էր։ Պարտքեր հիմա նա չունի, բայց այն բանի համար, որ կարողանար յասին կրթության տալ, պետք է մի քանի տարի սուղ ապրեր։ Այս տարին շատ հաջողակ էր, բայց արդյոք միշտ այդպես կլինի։ Մյուս կողմից էլ պան Անզելմը գիտեր, որ յասը հարուստ նախադրյալներ ունեցող տղա է, և վախենում էր, որ վատ շրջապատի մեջ երեխան կմեռցնի իր հատկությունները։ Խեղճ տղա, հուզված շշնջաց նա, բայց ես էլ որոշ պարտավորություններ ունեմ, և դրանք թեթև չեն։ Բոլորն էլ կհաղթահարես, լսվեց մի ուրիշ ձայն։ Հույս ունեմ, պատասխանեց շլախտիչը, բայց հարկավոր է սեփական ընտանիքի հոգսը թեթևացնել։ Տղայի դաստիարակությունն ինձ վրա մի քանի հազար կնստի, և լավ չի լինի արդյոք փող ետ գցել հարազատ որդիների համար։ Իսկ դու ինչ կասես հայրենիքիդ համար, շշնջաց ձայնը։ Զարմանքից ապշած շլախտիչը կանգ առավ սենյակի մեջտեղը, և կարծես ցանկանալով հեռացնել իրեն հետապնդող մտքերը, նայեց շուրջը։ Այստեղ նրա հայացքը կանգ առավ 3 դիմանկարների վրա։ Նրանցից մեկը ասպետական զրահահագուստով էր, երկրորդը ծերունի էր, երրորդը հարգարժան մի տիկին։ Եվ ահա անհավատալի բան պատահեց։ Դիմանկարները կենդանացան ու խոսեցին։ «Ես ճակատամարտեր եմ շահել, և նրանցից վերջինում զոհվեցի», ասաց ասպետը։ «Ես հիվանդանոց ու դպրոց հիմնեցի, որտեղ մի քանի սերունդներ սովորեցին», ասաց կինը։ «Ես մի քանի գյուղեր ու քաղաքներ եմ կառուցել», խոսեց ծերունին։ «Իսկ դուք ինչ եք արել», հարցրեց ձայնը։ «Քո հայրը, կոմսական կոչման հետևից ընկնելով, գերմանական պանդոկներում իր ողջ հարստությունը քամուն տվեց, իսկ դու նույնիսկ վերջին գրոշները կորցրեցիր»։ Քրտինքը պատեց Անզելմի ճակատը։ Նա շրջվեց դիմանկարներից և կամեցավ նստել գրասեղանի մոտ, կաշեպատ հին երկաթե բազկաթոռին։ Հանկարծ նա նահանջեց։ Հիմա կյանքում առաջին անգամ մտածեց, որ ինքը իրավունք չունի նստելու այդ բազկաթոռի վրա, որն ինչ-որ մի ժամանակ զբաղեցրել են երկրի հարգարժան քաղաքացիները ու բարեպաշտ կանայք։ Այդ պահին դիմանկարները նորից խոսեցին։ «Իմ տունը հաշմանդամների համար ապաստան է եղել», շշնջաց զինվորը։ «Իմ սեղանի մոտ որբերն էին կերակրվում», ասաց տիկինը։ «Վատ տարիներին ես սովից մի քանի հազար մարդ փրկեցի և երկրի համար ոչ քիչ արհեստավորներ պահպանեցի», փնթփնթաց ծերունին։ «Քո հայրը հասարակության համար մի քանի ձի վարժեցնող ու շնապահեր է դաստիարակել, իսկ դու միայն կառապան ու խոհարար, որը թալանեց քեզ», շարունակեց ձայնը։ «Ձիավարժներ ու շնապահներ, կառապան ու խոհարար, արժե՞ր արդյոք դրա համար ունեցվածքը ցաք ու ցրիվ տալ, հպարտանալ հերոսների ու պետական գործիչների տոհմով, կրել հին անունն ու հասարակության առաջավոր դասի ներկայացուցչի կոչումը։ Բայց ես ուրիշներից վատը չեմ եղել», շշնջաց շլախտիչը, կարծես արդարանալով նախնիների առջև, որոնք հիմա անկենդան աչքերով իրեն էին նայում։ «Իսկապես որ, ուրիշները նույնիսկ լավ շնապահներ էլ չեն կարողացել դաստիարակել»։ Նրա մտքերը նորից որփին վերադարձան։ «Լավ», ասաց նա, «ասենք ծախեցի ձիերն ու լծասարքը, իմ պահանջները նվազագույնի հասցրեցի, խառնվեցի ցածր դասի հետ, բայց ով կարող է երաշխավորել, որ իմ ամբողջ աշխատանքը զուր չի անցնի, որ տղան չի մեռնի կամ էլ չի շեղվի ընտրած ճանապարհից։ Արա այն, ինչ վերագրված է վերևից, իսկ մնացածի մասին մի մտածիր», ասաց ձայնը։
Եվ շլախտիչը դադարեց տատանվելուց։ Նա հաստատ որոշեց իր ընտանիքի անդամների թիվն ավելացնել ևս մեկով, իմանալով հանդերձ, որ հենց Յասի պատճառով ստիպված կլինի շատ ծախսեր անել։ Այդ որոշումը նա ընդունեց առանց որևէ կեղծ խանդավառության, հոգեկան հանգստության պահին, զգալով, որ վաղեմի երջանիկ օրերից մնացած պարտքն է վերադարձնում։ Եթե Յասի հետ նա հաջողություն չունենա, ապա նրան հիասթափություն է սպասում ու մարդկանց ծիծաղը, և ով գիտե, գուցեև հարազատ որդիների նախատինքը, իսկ եթե ունենա, դա շատ մեծ ռիսկ էր, բայց նա առաջին անգամը չէ, որ դիմում էր դրան։ Նրա նախապապը մի քանի անգամ խաղաթղթի վրա է դրել իր կյանքը, և չնայած վերջի վերջո պարտվել է, բայց պահպանել է իր բարի անունը։ Հայրն էլ մի անգամ խաղաթղթի վրա դրեց 2 գյուղ։ Խփեց ժամը 3-ը, երբ պան Անզելմը հանգիստ խղճով նստեց երկաթյա բազկաթոռին, որը մի ժամանակ զբաղեցրել են ռազմիկներ, անվանի քաղաքացիներ և բարեպաշտ տիկնայք, և սկսեց նամակ գրել։ Նա զգում էր, որ իր նախնիներին ոչ մի բանով չի զիջում, չնայած որպես զոհաբերություն տալիս է իր վերջին լծասարքը։ Առավոտյան ժամը 4-ին մոտ ներս մտավ Մլինկևիչը։ «Այս նամակն ու ձիերն ուղարկեցեք պան Ադամին», կարգադրեց շլախտիչը։ «Ձեր կամքն է», նկատեց կառավարիչը, հետո հարցրեց. «Ուրեմն Վարշավա պետք է գնանք»։ «Վաղը չէ, մյուս օրը», պատասխանեց Անզելմը։ Գլուխն օրորելով կառավարիչը դուրս եկավ։ Երբ շլախտիչը նորից մենակ մնաց, հպարտորեն նայեց նախնիների դիմանկարներին։ Հիմա ընդհանուր գործի համար նա ևս զոհաբերեց իր համեստ կարողության մի մասը։ Նա էլ որ փուկի տուն կբերի, որպեսզի դաստիարակի նրան որպես հասարակության համար արժանի քաղաքացու։ 11. Լքվածը։ Վարպետից փախչելով Յասն ուշքի եկավ միայն թիատրալ նահրապարակում։ Մաքուր օդը սթափեցրեց նրան, հոգնածությունը ստիպեց դանդաղեցնել քայլերը։ Նա շուրջը նայեց և տեսավ մտածկոտ, խաղաղ զրուցող ու ծիծաղող մարդկանց, որոնք քայլում էին իրենց ճանապարհով և ոչ մի ցանկություն չունեին բռնելու և ձեռնաշղթաներ հագցնելու նրան։ Փոքր-ինչ թեթև ու հանգիստ զգաց իրեն։ Նա հասկացավ, որ այդ գեղեցիկ, հարգալից ու լավ հագնված մարդկային ամբոխի առջև վարպետը չի համարձակվի խփել ու գող անվանել իրեն։ Թող փորձի։ Յասը հիշեց, թե ինչպես մի անգամ դաժան մի տղա հետապնդում էր շանը, և անցորդները փրկեցին կենդանուն։ Միթե այս անցորդներն էլ քիչ ցավակցությամբ կվերաբերվեն իրեն։ Սաքսոնական այգում նա ավելի համարձակ դարձավ։ Ում մտքով կանցներ իրեն այստեղ փնտրել։ Գուցե այդ ճերմակահեր ու կարմրատակած ծերունին, որն այդպիսի ազնիվ ու կապույտ աչքեր ունի, կամ էլ թավշե թիկնոցով տիկինը, որի չքնաղ դեմքը դեռ հեռվից բարություն է բուրում, կամ էլ գուցե այս փոքրիկ տղաները, որոնք իրեն այնպես են նայում, կարծես ցանկանում են խաղի հրավիրել։ Անհավատալի է, որ ինչ-որ մեկն այստեղ կարող է նեղացնել իրեն, մաքուր երկնքի տակ, եղիամով պատած ծառերի մեջ, միշտ իրենց մտածմունքների մեջ թաղված հուշարձանների ու մարդկանց աչքի առջև, մարդիկ, որոնք առաջին հայացքից երջանիկ են թվում։ Այգում մի քիչ զբոսնելով Յասը դուրս եկավ երկաթյա դարպասներից։ Տրամադրությունը փոխվեց։ Ինչքան հեռանում էր քաղաքի հարուստ թաղամասերից, այնքան ավելի շատ էր հանդիպում աղքատ ու նույնիսկ ցնցոտիավոր մարդկանց։ Դեմքերը դալուկ ու տխուր էին, հայացքները խիստ։ Յասը սովի ու միաժամանակ վախի մի նոր զգացում ունեցավ։ Նրան թվաց, որ ամեն մի անցորդ նրան կասկածանքով ու բարկությամբ է նայում, իսկ մի քանիսը նույնիսկ շրջվում և մատով իրեն են ցույց տալիս։ Նրա կասկածները ոչ մի բանով հիմնավորված չլինելով, փոխվեցին այրող տագնապի, խուճապային սարսափի, խոր հուսահատության։ Արագացրեց քայլերը, սիրտն ուժեղ խփում էր, արդեն չէր զանազանում առարկաների ուրվագծերը, իսկ նախազգացումը թելադրում էր, որ հարկավոր է վազել։ Բարեբախտաբար գիտակցության վերջին շողերը պահում էին նրան։ Նա քայլում էր դանդաղորեն, հրելով մարդկանց ու դիպչելով տների պատերին։ «Տեսեք», բացականչեց ինչ-որ կին, «տղան հավանաբար կույր է կամ հարբած»։ Յասին, երբ դա լսեց,
թվաց, թե ինչ-որ մեկը սեղմեց կոկորդը, սակայն նա չարագացրեց քայլերը և մի քանի րոպե անց հայտնվեց ավելի քիչ մարդաշատ փողոցում։ Տներից մեկի դարպասների մեջ տեսավ ջրով լի դույլը ձեռքին մի նիհարավուն աղջկա և ասաց. «Ջուր»։ Աղջիկը նրան ջուր տվեց և ժպտալով ինչ-որ բան ասաց, բայց տղան չհասկացավ։ Երբ աղջիկը հեռացավ, Յասը մեքենայորեն բարձրացրեց գլուխը և տեսավ տախտակի վրայի մակագրությունը՝ որբանոց։ Դա աղքատ երեխաների համար էր, բայց ոչ այնպիսի, ինչպիսին ինքն է։ Յասը գիտեր այդ մասին և սրտի կսկիծով շրջվեց ու նորից քայլեց։ Ո՞ւր։ Վարեցկայի հրապարակում կանգնեց հսկայական հիվանդանոցի առջև։ Այստեղ ապաստան էին գտնում նրանք, որոնց վրա կախվել էր մահվան ձեռքը։ Բայց Յասի գլխին կախվել էր նրա որբի ճակատագիրն ու կողոպուտի մեղադրանքը, ուստի կախեց գլուխն ու առաջ գնաց։ Հանդիպակաց սուր քամին նրան ստիպեց թեքվել ձախ, և նա հայտնվեց խաղաղ ու անմարդաբնակ նրբանցքում։ Յասը կորցրեց մտքի թելը, իր վրա իշխելու կարողությունը և նմանվեց տերևի, որին քամու պոռթկումները այս ու այն կողմ են շպրտում։ Նովի Սվյաջ շրջանում անսովոր աղմուկը նրան ստիպեց սթափվել։ Մարդկային բազմությունը շրջապատել էր երկու պճնամոլի, որոնք թևերից բռնած տանում էին ինչ-որ գջլոտի։ «Ի՞նչ է պատահել», հարցրեց Յասը, պատասխանի չսպասելով։ «Հարբածին ոստիկանական բաժանմունք ենք տանում», ամբոխի միջից պատասխանեց ինչ-որ մեկը։ Տղան մտածեց. աղքատ երեխաները ապաստան են գտնում որբանոցներում ու մանկատներում, հիվանդները հիվանդանոցներում, հարբածները բաժանմունքներում։ Իսկ ինչպիսի տեղ է հատկացվում իրեն, աշխարհի բոլոր երեխաներից ամենադժբախտին։ Երևի բանտը։ Յասը շատ էր հոգնել, ոտքերը դողում էին, ծնկները ծալվում, ձեռքերը ցավում էին։ Սովից սիրտը խառնում էր, քունը տանում էր։ Ուզում էր մի րոպե հանգստանալ, բայց որտե՞ղ։ Մանկատներում, հիվանդանոցներում, բաժանմունքներում բոլոր տեղերը զբաղված էին, իսկ բանտ ընկնել նա չէր ցանկանում։ Եվ ահա ուղեղի մթագնման պահին, վախենալով գոնե մի րոպե կանգ առնել, մայթերի դարուփոսերի վրա անընդհատ սայթաքելով, որբացած տղան իր հայացքն ուղղեց փողոցին, որտեղով իրար հետևից սահնակներ ու կառքեր էին սլանում։ Եվ ընդամենը 11 տարեկան տղան հանկարծ մտածեց ինքնասպանության մասին։ Այժմ նա պատկերացրեց, թե սմբակները ինչպես ցավագնորեն են տրորում իրեն։ Լսեց սեփական ոսկորների խուլ ճռճռթոցը, բայց չվախեցավ։ Այսպես մարդը ատամնացավից տանջվելով ավելի շուտ հանգստությամբ, քան սարսափով է մտածում ապագա վիրահատության մասին։ Կառքերն ու սահնակները նրա աչքերի առջև զեռում էին, ինչպես ճանճերն ամառվա շոգին։ Յասը կանգնեց։ Ինչ-որ մարդ քայլելիս նրան հրեց դեպի մայթեզրը, մյուսը՝ փողոցի բանուկ մասը։ Հեռվից արագորեն մոտենում էր 4 ձի լցված մի մեծ սահնակ։ Տղան առաջ քայլեց, մեքենաբար շրջեց գլուխը և իր առջև տեսավ Քրիստոսի հսկա պատկերը, որը դեպի Յասը թեքված մեկնել էր ձեռքը, կարծես ասելով. «Ի՞նչ ես անում»։ Տառապյալի ոտքերի մոտ, որն այնքան սիրում էր երեխաներին, Յասը նկատեց մի բաց դուռ։ Նա հեռացավ փողոցից ու մտավ Կոստյոլի ներքնահարկը։ Մեռյալների օրրանը ապաստան տվեց տանջված երեխային։ Անցնելով նեղ միջանցքով, Յասը շուտով հայտնվեց ներքնահարկում։ Ամենամութ անկյունը գտնելով նա նստեց ջարդված մահասայլի վրա և գլուխը հենեց պատին։ Ներքնահարկում մի քանի դագաղներ կային տարբեր սեռի ու տարիքի հանգուցյալներով հանդերձ։ Ահա քիչ հեռու ինչ-որ կին է պառկած, կողքին փոքրիկ մի աղջիկ։ «Մայրս ու Անթոսյան», մտածեց Յասը, բայց մի անգամ էլ ետ վանեց այդ միտքը։ Հիշողությունները ճնշում էին նրան, և նա ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ուներ հիշելու։ Նա հաճույք էր զգում այն բանից, որ նստած է և տաք է։ Շուտով քնեց։ Արթնանալով Յասը մատներով շոշափեց վերարկուի թևքի մեջ ընկած ինչ-որ փոքրիկ ու տափակ իր։ Արյունը խփեց դեմքին այն մտքից, թե դա կարող է փող լինել։ Եվ իսկապես կոպիտ կտորը աստառից անջատելով գտավ 5 գրոշ, որն Աստված գիտե երբ վանից էր գտնվում այնտեղ, որպեսզի հայտնվեր այն պահին, երբ Յասը դրա կարիքն ամենից շատ էր զգում։ Դրսում արդեն աղջամուղջ էր։
Յասը 3 բուլկի գնեց, կերավ, վրայից ջուր խմեց ու նորից գնաց թափառելու։ Դադարը ոգևորեց նրան, նա քունն առավ, կերավ և որպես զվարճանք սկսեց խանութների ցուցափեղկերը դիտել։ Մեկում նա գեղեցիկ շրջազգեստներ տեսավ, երկրորդում ոսկերչական իրեր, պտուղներ, խաղալիքներ։ Ամենից շատ նա կանգնեց գաղութային ապրանքների խանութի առջև, որտեղ ցուցափեղկի ապակու հետևում նստած էր հախճապակյա չինացին, որը գլուխն էր տարուբերում և լեզու էր ցույց տալիս։ Այդ ֆիգուրը Յասին շատ դուր եկավ, և նրան հետաքրքրեց, թե ներսում ինչ մեխանիզմ կա։ Հանկարծ նա ծիծաղ լսեց։ Յասի ետևում կանգնել էր նիհար, տանջահար մի բանվոր։ Անմիտ հայացքով չինացուն նայելով, նա ծիծաղում էր, բայց այնքան տարօրինակ ու սարսափելի կերպով, որ Յասը լուսամուտից մի կողմ փախավ։ Ինչու այդ խաղալիքը միայն իրեն ու բանվորին դուր եկավ, մտածեց տղան։ Ինչու նա այդքան խեղճ է, իսկ ծիծաղն այդքան սարսափելի։ Բանվորն այսօր ինչ է կերել։ Միթե միայն բուլկիներ, որտեղ է քնելու։ Ո Աստված իմ, իսկ ես։ Ու նորից սկսվեցին աննպատակ թափառումները։ Կամաց խանութները փակվեցին, անցուդարձը փողոցներում նվազեց, լապտերները մարեցին։ Մի քանի թաղամաս անցնելով, երբեմն կարելի էր որևէ մեկի շտապ քայլերը կամ էլ պահակի երկար հորանջը լսել։ Քառանիվ սայլակների աղմուկը շատ հեռվից էր լսվում։ Վերջապես ամեն ինչ հանդարտվեց։ Հեռավոր աշտարակի վրա ժամացույցը խփեց մեկ անգամ։ Ամբողջ փողոցում ընդամենը 2 լուսամուտ էր լուսավորված։ Ինչ անել, շշնջում էր Յասը, ինչ անել։ Նայեց երկնքին։ Մի կողմից աստղերն էին կայծկլտում, մյուս կողմը ծածկված էր թանձր ամպերով։ Միթե սրանք նույն այն աստղերն են, որոնց ինքը մի ժամանակ տեսել է։ Մեծ ու աղմկոտ քաղաքում գիշերը սարսափի ինչ-որ նոր զգացում էր առաջացնում Յասի մոտ։ Այնքան մեծ էր այդ սարսափը, որ տեղից չէր կարողանում շարժվել, սեփական քայլերը վախեցնում էին նրան։ Նա հենվեց գազային լապտերասյանն ու ձեռքերը տրորելով տնքաց. Ես մենակ եմ։ Նա չափազանցում էր, այդ պահին նրա ականջին ինչ-որ շրշյուն հասավ։ Այդ շրշյունը երբեմն ավելի պարզ էր լսվում, երբեմն թուլանում։ Յասը լարեց լսողությունը և նկատեց փողոցով վազող շանը։ Գիշերային խավարի մեջ ուտելիք փնտրող շան ետևից Յասը մի քանի փողոց անցավ։ Նրա հոգեկան ու ֆիզիկական տանջանքները հասան ամենաբարձր կետին։ Ամենասարսափելին իրեն միայնակ զգալն էր։ Յասը գիտեր, որ ինքը միայնակ է, և ավելին, ամբողջ աշխարհում այդպիսի դժբախտ էակ գոյություն չունի։ Բայց նա այս անգամ էլ սխալվեց։ Մի քանի քայլ էլ անցնելով, լապտերի աղոտ լույսի տակ քարե պատին հենված ստվեր տեսավ։ Կամաց մոտեցավ ու նկատեց մի կնոջ, որը նստել էր խանութի աստիճանների վրա։ Ո՞վ կա այստեղ, հարցրեց Յասը։ Այդ ես եմ, երեխայի հետ, վախեցած պատասխանեց կինը։ Ես ոչ մի վատ բան չեմ անի։ Այստեղ գիշերում եք։ Այո, հանգստանում ենք, մեր տունը հեռու է։ Յասը նստեց նրանց մոտ։ Դուք այս տանն եք ապրում, իր հերթին հարցրեց կինը։ Ոչ, կամաց պատասխանեց շփոթված Յասը։ Դուք գուցե գնացքից ետ եք մնացել։ Տղան չպատասխանեց։ Այսօր տաք է, ասաց կինը, հետո գլուխը հենեց պատին ու փակեց աչքերը։ Երեխան քնած էր։ Յասը դիպավ նրա մերկ ձեռքին ու ցնցվեց։ Այն սառն ու խորշոմած էր, ինչպես այն թռչնակը, որն իր մեղքով մի ժամանակ զրկվեց կյանքից։ Նույն պահին էլ մտածեց, որ Աստված իրեն պատժեց թռչնակի մահվան համար։ Նա հիշեց գեղեցիկ կլոր բույնը և ակամա համեմատեց ցնցոտիներից պատրաստված այս բնի հետ, որի վրա մարդկային ձագուկ էր պառկած։ Շուտով քաղաքի փողոցներից մեկում ողորմած քունը, տառապյալների բժիշկը, օրոր էր ասում 3 անտուն աղքատների, որոնք կուչ էին եկել կեղտոտ ու սառցակալած աստիճանների վրա։ Եվ նրա գլխավերևում էլ տանիք չկա, նրա, ով իրենով անսահմանություն է լցնում։ Գործողությունը տեղի է ունենում հաջորդ օրը կեսօրին։ Վիսլայի մոտ իրար կպած փայտյա տնակների մոտ մեծ բակում մենք տեսնում ենք 2 հոգու, ինչ-որ պանի Վերոնիկայի և Անթեկի։ Պանի Վերոնիկայի հավաստիացումների համաձայն,
Աստված իրեն բարձրաշխարհիկ կին է ստեղծել, բայց չար բախտը նրան ցած է նետել սալոնների բարձրունքից մինչև աղբահավաքի աստիճանի։ Իր այժմյան կոչմանը համապատասխան հիսնամյա Վերոնիկան մեջքին քարշ էր տալիս կոշտ կտորից կարված պարկ, իսկ ձեռքը հենված էր ծայրին երկաթե կեռ ունեցող փայտյա ակիշին, որը նման էր 7 թվանշանի։ Ավելացնենք այդ ամենին բարձր հասակն ու կորացած մեջքը, ճակատագրի հարվածների ու անխնա պայքարի հետքերը դեմքի վրա, մի քանի փունջ սպիտակ մազեր, հագուստը, որը ժամանակի ավերիչ գործողություններից ցնցոտիներ էր դարձել, և մենք կունենանք տիկնոջ ճշմարիտ պատկերը, որն այժմ, ինչպես իտալական օպերայում, զիլ սոպրանոյով գոռում էր բակում. «Ոսկորներ, ոսկորներ եմ առնում»։ Անթեկը, որը կանգնած էր տանից 15 քայլի վրա, անորոշ տարիքի մի երիտասարդ էր, կլիներ 6-ից 20 տարեկան։ Նա գործածության մեջ եղած զինվորական հագուստի տերն էր համարվում, մի հագուստ, որին կարելի էր հանդիմանել կեղտից ազատ տեղերում ավելի շատ ծակեր լինելու, ինչպես նաև կոճակների, օձիքի ու մի փեշի բացակայության համար։ Տղայի գլուխը գեղեցկորեն ծածկում էր ֆանտաստիկ մեծության գարիբալդիական գլխարկը։ Ձախ ոտքին մաշիկ էր, աջին երկարաճիտ կոշիկ։ Բացի դրանից, Անթեկը հասակով շատ ցածր էր, նիհար, դեմքը դեղնավուն էր, մազերը նոսր, քիթն իսկական բալի էր նման, իսկ համբավը ամենավերջին սրիկայի։ Մի ժամանակ նա ճիշտ ճանապարհի վրա էր և տները թերթեր էր բաժանում, սակայն այն բանից հետո, երբ մի անգամ իր օգտին մի քանի օրինակ վաճառեց, իսկ մյուսները նետեց մոտակա առուն, հանձինս նրա գրականությունը կորցրեց օգտակար մի գործչի։ Ահա մի քանի ժամ էր, ինչ սիրալիր Անթեկը ձանձրանում էր։ Նախ նրա որովայնում աղիքները նվում էին, իսկ հետո հետաքրքիր հասարակության կարիք էր զգում։ Քանի որ հաղթանդամ աղբահավաք կինն ինչ-որ ձգողական ուժ ուներ, Անթեկը մոտեցավ նրան ու լալագին ձայնով ասաց. «Իմ պանի, իմ ոսկյա պանի»։ Այդ խղճալի բառերն արտաբերելով, նա ձեռքերը պահել էր այն ծակերի մեջ, որոնք գրպանի դեր էին տանում, և ուսով քսմսվում էր նրբակիրթ կնոջ ազդրին։ «Ինչ ես ուզում, գջլոտ», բարեհոգորեն հարցրեց կինը, «ու խոսիր ձախ ականջիս մոտ, որովհետև աջը չի լսում»։ Երբ նա կռացավ, Անթեկն ամբողջ կոկորդով մեկ գոռաց. «Ինձ ծխախոտ տվեք, իմ ոսկեզգեստ պանի»։ «Ծխախոտն ինչ ես անում»։ «Նրա համար, իմ պանի, որ երբ նայում եմ 7-ին, քիթս սկսում է քոր գալ, բայց փռշտալ չեմ կարողանում», գոռաց տղան ու ավելի ցինիկաբար կպավ նրա ազդրին։ Այդպիսի հանդգնությունից պանի Վերոնիկան ցասումից եփ եկավ և կեռը թափահարելով բացականչեց. «Թող վրայովդ կառքեր անցնեն, ախ, սատկես դու սրիկա, գլխարկի համար իսկական կախիչ կլինես»։ Մի կողմ նահանջելով ու ձեռքերը գրպաններից չհանելով, զիլ ձայնով կաղկանձեց չարաճճին։ «7-ից քո քիթը կսկծում է», չէր հանգստանում կինը, «եթե նույնիսկ աղբակույտի մեջ թաղված լինեիր, քեզ չէի բարձրացնի գջլոտի մեկը»։ «Պա, խանումիստ ես», նկատեց տղան ատամների արանքից արհամարանքով թքելով։ Դա լսելով, կինը մեծ զայրույթով գոռաց. «Ո՜վ ողորմած Աստված, մի՞թե աշխարհում արդարություն գոյություն ունի, եթե այդպիսի տականքը ազնիվ մարդկանց հետ փողոցում կռիվ է սարքում և դեռ թքում է։ Սպասիր, ես դեռ կտեսնեմ, թե քեզ ստար իմաստում ինչպես են դրոշմում, եթե մինչև այդ շները քեզ չխժռեն»։ Վիրավորված կինը հայհոյելով ուղղվեց դեպի աղբակույտը։ Անթեկը, նկատելով ավազակույտը, նստեց նրա վրա և սկսեց դանակը սրել ձանձրույթի և անտարբերության այնպիսի տեսքով, որին կնախանձեին ամենաբարձրաշխարհիկ պարոններն անգամ։ Այդ պահին բակ մտավ Յասը, վախվորած շուրջը նայելով նկատեց աղբահավաք կնոջը, մոտեցավ նրան և ցածր ձայնով մի քանի խոսք ասաց։ «Ապա մի հեռացիր այստեղից», գոռաց դեռ չհանգստացած կինը, հարձակվելով որբուկի վրա։ «Ես քեզ այն օրը կգցեմ, որ գլուխդ տեղից կթռչի ու նույնիսկ պոլիցեյսկի գազետան չի գտնի»։ Վախեցած Յասը փախավ։ Այդ տեսնելով Անթեկը կանչեց. «Հեյ, դու հաստագլուխ, այստեղ արի»։ Յասն անվճռական քայլերով մոտեցավ փողոցային տղային և կանգնեց պատշաճ հեռավորության վրա,
Քեզ ինչ էր հարկավոր այդ ուզվորից, որը Վարշավայի բոլոր աղբակույտերի ազգականն է, հարցրեց նրան Անթեկը։ Ես ցանկացա իմանալ, թե ինձ համար որևէ աշխատանք չունի, տատանվելով պատասխանեց Յասը։ Որտեղից հայտնվեցիր։ Կասկածանքով նայելով վայելու չակնված Յասին, իր հարցուփորձն էր շարունակում Անթեկը։ Քաղաքից։ Պատասխանը հավանաբար գոհացրեց տղային, ու նա շարունակեց հարցաքննությունը։ Աշխատանքն ինչի՞դ է պետք։ Ես ուտել եմ ուզում։ Թյու, թքեց շրջմոլիկը, հետո ավելացրեց. Եթե դու ծախեիր քո լապսերդակը, մեզ երկուսիս էլ մի շաբաթ կբավականացներ։ Ավելի լավ է աշխատեի, շշնջաց Յասը։ Անթեկը դանակը գրպանը դրեց ու մտածեց. Գուցե ինձ մոտ ծառայության կանցնես, հանկարծ ասաց Անթեկը և սուր հայացքով նրան նայեց։ Դրա հետ միասին գլուխը մի փոքր վեր բարձրացրեց, քանի որ հասակով Յասից ցածր էր։ Իսկ դու ինչ թռչուն ես, ժպտալով հարցրեց զարմացած Յասը, չնայած ուզում էր լաց լինել։ Այդ հարցը երևի շփոթեցրեց շրջմոլիկին։ Քորելով այն տեղը, որտեղ պետք է որ օձիքը լիներ, արժանապատվությամբ նկատեց. Իսկ դու գիտես խլնքոտի մեկը, որ իմ ձեռքի տակից քեզպես արդեն մի 10 հիմարներ են անցել։ Իսկ ինչ կարծեցիր։ Վարձվիր ինձ մոտ և ուտելիք կստանաս, և այնպիսի տեղում կքնես, որ ճկճկան ցրտերին անգամ կքրտնես։ Կփորձեմ, փոքր-ինչ մտածելուց հետո ասաց Յասը։ Դե ինչ, տուր ձեռքդ, բացականչեց Անթեկը և ամբողջ ուժով խփելով Յասի ձեռքին ավելացրեց. Արի ինձ հետ, այն ժամանակ կիմանաս, թե ինչ թռչուն եմ։ Նրանք բակից դուրս եկան և անցնելով մի քանի կիսաշեն փողոցներ, հասան խարխուլ ցանկապատով շրջապատված գետնատանը։ Այստեղ Անթեկը Յասին կարգադրեց սպասել, իսկ ինքը մտավ բակ։ Բակում ձեռնասայլ էր կանգնած, ավազի մի մեծ բլուր կար, իսկ նրա կողքին, ինչպես ժամապահը, մուշտակը հագին քայլում էր ջլապինդ, շիկահեր մի մարդ, որի դեմքին ոչ թե ինտելիգենտական, այլ փիլիսոփայական հանգստություն կար։ Անթեկը քայլում էր անաղմուկ, ինչպես գայլը, հավանաբար հիմքեր ուներ վախենալու այդ ամրակազմ մարդուց։ Ցանկապատի դռնակից մի քիչ հեռանալով, կանգնեց ու ձայն տվեց. Պան Մարտին, բոնժուր։ Տղամարդը դանդաղ շրջվեց, ուշադիր զննեց տղային և գլխարկը ծոծրակից դեպի ճակատը թեքելով պատասխանեց. Կորիր այստեղից։ Ինչ է այդ գող Վալեկն այն պարկերը չի վերադարձրել, հարցրեց Անթեկը։ Գողն ինքդ ես։ Մի բաժակողու համար այդ պարկերը դու ես նրան վաճառել, չնայած նրանք քոնը չէին։ Այդ պատասխանը մի փոքր հանգստացրեց տղային, և նա կամաց-կամաց հասավ բակի մեջտեղը ու ասաց. Շան պես ստում է։ Թող Աստվածամայրը պատժի ինձ։ Ինքն ինձանից պարկերը խլեց և այնպես խփեց աչքիս, որ ստիպված էի բժշկի մոտ գնալ։ Թող գետնի տակն անցնեմ։ Մտքի պակասության հետևանքով պան Մարտինը չէր կարող որոշել, հավատար արդյոք այդ տարօրինակ պատմությանը, թե ոչ։ Այդ ժամանակ Անթեկը մոտեցավ ավազաբլրին և ոտքով խփելով ավազին ոգևորությամբ ասաց. Եթե պարկեր ունենայի, մի քանի րոպեում ամբողջ կույտը կվաճառեի։ Գրավ տուր պարկեր փող կտամ։ Ըհը, տեսնում եմ դուք կատակասեր մարդ եք, պան Մարտին, տեղում դոփելով ու ձեռքերը գրպանները խոթելով ասաց Անթեկը։ Ես նույնիսկ վերնաշապիկ չունեմ, իսկ դուք գրավական եք պահանջում։ Իսկ վերնաշապիկդ ինչ արեցիր, հետաքրքրությամբ հարցրեց Մարտինը։ Կրակովյան արվարձանում կորցրեցի։ Չեք հավատա, հենց որ բալախոնս հանեցի, հանկարծ այդ սրիկա վերնաշապիկը վրայիցս ցած ընկավ ու կարծես գետնի տակն անցավ։ Սատանան տանի դրան։ Պան Մարտինը քորեց գլուխն ու ասաց. Եվ պարկեր և ավազ կտայի քեզ, եթե իմանայի, որ դու ինձ չես խաբի։ Իսկ իմ պատիվը շունն է կերել, վիրավորված բացականչեց Անթեկը, թե կարգին մարդկանց հետ գործ չեմ ունեցել։ Այն էլ ինչպիսի։ Տես, քրթմնջաց Մարտինն ու մտավ գետնատունը։ Պարանը չմոռանաք, որովհետև ատամներով տանել չեմ կարող։ Ինչ է դդումի մեկը, նույնիսկ պարան էլ չունես։ Գլուխը տարուբերելով զարմացավ Մարտինը։ Որտեղից ունենամ, հակաճառեց Խարդախը, Լոմբարդում աճուրդը դեռ չի սկսվել։ Մի քանի րոպե անց պան Մարտինը ավազով 2 պարկ կապեց Անթեկի մեջքին և բարի երթի հետևյալ խոսքերն ասաց. Միայն թե չփորձես որևէ բան կորցնել,
կամ ավազն ուրիշ տեղից առնել։ Այնպես կհատուցեմ, որ ատամներիցդ մի քանիսից կզրկվես։ Կաղկանձեց Անթեկն ու Յասին նշան արեց։ Երբ Յասը մոտեցավ, Անթեկը պարկերը նրա մեջքին դրեց ու ասաց. Դե, ինչպես է, տեսար, նույնիսկ սատանան քեզնից չի կարող խլել այն, ինչ ինձ մոտ ձեռք կբերես։ Ինչ անեմ սրանց հետ, անհանգստությամբ նայելով կքված ուսերին հարցրեց զարմացած Յասը։ Ինչպես թե, դու ավազ ես կրելու, իսկ ես պիտի գոռամ և… Մի վախեցիր, քո մասին կհոգամ։ Շուտով Նովի Սվյատի և Երուսաղեմյան ծառուղու տների բակերում կարելի էր լսել Անթեկի զիլ ձայնը. Վիսլայան սպիտակ ավազ, հոպա… Եվ Յասի անհամարձակ ձայնը. Սպիտակ ավազ… Այդպիսին էին ողորմած Կարոլի դաստիարակության պտուղները։ Անթեկի գնալուց մի ժամ հետո, վազելով Մարտինի բակը, մտավ կարմրատակած ու շնչասպառ եղած մի մարդ և հուզմունքից խեղդված ձայնով սկսեց հարցուփորձ անել նրան. Ասա ինձ, մարդուկ, այստեղ սև վերարկուով և հովարե գլխարկով տղայի չես տեսել։ Չեմ տեսել, աչքերը չռելով նրա վրա պատասխանեց Մարտինը։ Գեղեցիկ տղա է, ձեզ ասեմ, խելոք։ Շունչս կտրվեց։ Անունը Յաս է։ Նույնիսկ երազումս էլ չեմ տեսել, անբարյացակամ փնթփնթաց Մարտինը։ Ինչպես կարող է պատահել, աղաչագին շարունակեց անծանոթը։ Ախր մարդիկ տեսել են, նա թափառում էր այս կողմերում։ Ես ինչ գիտեմ, գուցե Վիսլան է ընկել։ Ինչպես կարող էր ընկնել, ախր Վիսլան սառած է։ Իսկապես, համաձայնեց անծանոթը։ Թույլ տվեք մի քիչ հանգստանալ այստեղ։ Ինչպես է պատահել, որ դուք նրան չեք տեսել։ Չէ՞ որ նա շուտ նկատվող տղա է։ Վարպետն ասաց, որ կողոպտել է իրեն, իսկ Յասը նույնիսկ կտորտանք էլ չէր վերցնի։ Ախ, ինչքան եմ հոգնել։ Եթե նա այստեղ գա, դուք հարցրեք, թե Յասն է, և ասացեք, որ Յնդրեկն է գողացել, իսկ ես նրան ամբողջ Վարշավայով մեկ որոնում եմ։ Երևի նա խելքը թռցրել է, մտածեց Մարտինը, երբ ինքն էլ համենայն դեպս մեծ խելքով չէր պարծենում։ Հաղորդեցեք նրան, ինչ որ ասացի, և Աստված ձեզ չի մոռանա։ Այս խոսքերից հետո նա վեր թռավ ու նորից սկսեց վազել, ինչպես շունն է որոնում տիրոջը։ Արդեն փողոցում նա կանգ առավ ու մի անգամ էլ գոռաց. Չմոռանաք, ինչ որ ասացի, նրա անունը Յաս է։ Մինչև խռպոտվելը գոռգոռալուց և անհաշիվ ավազ վաճառելուց հետո, երեկոյան Անթեկն ու նրան ծառայող Յասը մի շիշ գարեջուր, կես ֆունտ երշիկ գնեցին, գրպաները բուլկիներով խցկեցին և հեռանալով անմարդաբնակ փողոցը սկսեցին ընթրել։ Ճշմարտությունը ստիպում է նկատել, որ չնայած իր կարճ հասակին, Անթեկն իրեն վերցրեց ուտելիքի մեծ մասը, Յասին թողնելով մնացորդները միայն։ Որպես վերջաբան Անթեկը սկսեց հիմարացնել որփուկին։ Լսիր, հաստագլուխ, եթե Մարտինն իմանա, որ մենք ավազը նրանից չենք վերցրել, մեր բանը բուրդ է, բայց դու մի վախեցիր, ես չեմ թողնի, որ քեզ նեղացնեն։ Քեզ բան եմ ասում, եթե մտքիս դնեմ, նա չի էլ հասցնի նկատել, թե ինչպես է գետնին թավալվում։ Հո, կռվի ժամանակ ես կրակ եմ, ինչպես հրե անպարի ժամանակ, և քեզ բան եմ ասում, այնպես ուժեղ եմ, որ կարող եմ հաղթել հրացանով ու սրով զինված զինվորին։ Իսկ ինչու ինքդ ավազ չես կրում, հարցրեց Յասը։ Որովհետև ես միայն կռվի մեջ եմ այդպես։ Համենայն դեպս ականջի տող արա, հաստագլուխ, ամեն աշխատանք չէ, որ դուր է գալիս։ Երբ ես թերթեր էի բաժանում, մի անգամ չէ, որ ասում էին, եթե դու Անթեք այդքան գող չլինեիր, քեզանից կարգին մարդ դուրս կգար։ Բայց ես թողեցի այդ գործը, դա շատ ժամանակ էր խլում։ Դե լավ, գնանք զբոսնենք։ Եվ նրանք գնացին թափառելու քաղաքում։ Հանկարծ Անթեկը կանգ առավ դրամափոխական գրասենյակի առջև և ցույց տալով պատուհանից այն կողմում գտնվող ոսկու կույտը ասաց. Դու գիտես հաստագլխի մեկը, որ դրանք իմն են։ Դրանց ես, քմծիծաղեց Յասը։ Լավ էլ հնարում ես, հա։ Ես ասում եմ իմն են, որովհետև եթե ցանկանամ, թույլ չեմ տանա ես։ Այդ ասելով Անթեկն իր ծառայողին լուսամուտից մի կողմ հրեց։ Յասը բռնկվեց և այնպես ամուր բռնեց իր տիրոջ ծոծրակից, որ նա զսպանակի պես կծկվեց։ Դժվարությամբ ազատվելով տղայից, սպառնագին բացականչեց. Օհո, սրան տես։ Եթե մի անգամ էլ այդ բանն անես, շուն շանորդի, քո մասին ոստիկանական բաժան մունք կհայտնեմ։
Այդ լսելով Յասը վախեցավ։ Նա զգաց, որ այդ թուլակազմ տղան իր դիպլոմատիայով հաղթեց իրեն, և նրա մոտ ոչ պան Պյոտրը, ոչ պան Կարոլը և ոչ էլ նույնիսկ վարպետ Դուրսկին ոչ մի կոպեկ չարժեն։ Ժամը 10-ին մոտ տղաները վերադարձան Մերձգետյան շրջանը։ Այստեղ նրանք անցան ցանկապատի անցքի միջով և իրենցից մի քանի քայլ այն կողմ տեսան շրջված մի մեծ տակառ։ «Ահա և մեր անկողինը։ Ինչ է, վատ է», շշնջաց Անթեկը ու առաջինը մտավ այդ ինքնատիպ զարդասենյակը։ «Աստծուց վախեցիր», դողացող ձայնով նկատեց Յասը։ «Իսկ եթե մեզ բռնեն, հետո ինչ, ես ոչինչ չեմ գողացել, ոչ մեկին չեմ սպանել, ինչ կարող են անել», առարկեց Անթեկը։ Ծանր սրտով Յասը նրա ետևից ներս սողաց ու խրվեց երկար ժամանակ փռված և արդեն կիսափտած հարտի մեջ, որի մեջ նաև ուրիշ առարկաներ կային, որոնք ուրիշ տեղերում պարզապես աղբ են կոչվում։ Հոգնածությունը շուտով հաղթեց զզվանքին, և Յասը այդ որջում այնպես հանգիստ քնեց, ինչպես մի ժամանակ մայրական աղոթքների օրորի տակ բացովի մահճակալի վրա կքներ։ Հաջորդ օրը վաղ առավոտյան տղաները դուրս եկան ցանկապատի նույն անցքից, որը նրանց համար մուտք էր ծառայել։ Դատարկ փողոցներով անցնելիս Յասն աղոթք էր կարդում և առաջին պատահած ջրհան կայանի մոտ լվացվեց։ Անթեկը բավարարվեց հոգու մաքրությամբ։ Հետո, ինչպես և երեկ, Յասն ավազ էր կրում, իսկ գործունյա Անթեկը պահեստներից ապրանք էր գնում կամ էլ փող վերցնում։ Նրանք համենայն դեպս շրջանցում էին լայնաթիկունք Մարտինի գետնափորը։ «Մարտինի հետ վիճել չեմ ցանկանում», բացատրեց Անթեկը։ Երեկոյան ընթրիքից հետո, որը բաղկացած էր հացից, ապխտած կրծքամսից և 2 շիշ հին կռոշանոց շլախետյան գարեջրից, թափառաշրջիկները դեմ առ դեմ հանդիպեցին Վալեք անունով մի տղայի, որը նրանց տեսնելով բղավեց. «Անթեք, այդ դու ես։ Եթե իմանայիր, թե Մարտինն ինչքան է բարկացած քեզ վրա։ Ասում է, որ դու երեկ նրանից խաբեությամբ պարկեր ու պարաններ ես ստացել, իսկ ավազը ուրիշ տեղից ես վերցնում։ Նա այնպես կծեծի քեզ, որ հոգիդ դուրս կթռչի»։ «Ինչ ես հաչում», արհամարանքով ու սարսափով քրթմնջաց Անթեկը, կարծես վրայով մրջյուններ էին վազվզում։ Հետո նրանք երեքով թափառեցին, իսկ երբ երեկոն իջավ, Անթեկը, որին վերադարձել էր լավ տրամադրությունը, առաջարկեց. «Ահա թե ինչ միջատներ, գնանք ակումբ պարահանդեսի»։ «Ինչ պարահանդես», հարցրեց Յասը։ «Աստված իմ», ասաց Վալեկը։ «Այ քեզ հիմար, արտաքինով Ֆրանտ է, բայց չգիտե, որ այսօր նոր տարվա նախօրյակն է»։ Երբ նրանք կանգ առան ակումբի մոտ, ականջ դնելով երաժշտության ձայնին, Անթեկը խոր իմաստ նկատեց. «Այդ մեր պատվին են այդպես պարում։ Եթե մենք չլինեինք, Վարշավայում ոչ մի պարահանդես էլ չէր լինի»։ Այս ասելով նա բռնեց Վալեկի ուսերից և կադրիլի երաժշտության տակ սկսեց ծնկները շարժել։ Խառնաշփոթություն սկսվեց, քանի որ տղաները ինչ-որ պառավի հրեցին, քիչ մնաց իրենք էլ ձի ու սմբակների տակ ընկնեին։ Ոստիկանից մի բռունցք, իսկ կառապանից մտրակի հարված ստանալուց հետո նրանք Յասի հետ գնացին իրենց սովորական գիշերատեղը։ Ճանապարհին Անթեկը Վալեկին նախատեց, որ արջի պես է պարում, որի հետևանքով տղաները սկսեցին միմյանց մազերից քաշքշել։ Յասը ստիպված էր բաժանել նրանց։ Երբ նրանք հասան իրենց բակին, Անթեկն առաջինը գլուխը խոթեց տակառի մեջ և այնտեղ վրդովմունքով հայտնաբերեց մի զույգ երկարաճիտ կոշիկներ։ Դա տղային այնպես կատաղեցրեց, որ զգուշությունը մոռանալով գոռաց. «Սա ինչ նորություն է, դուրս եկ այդտեղից, սրիկա»։ «Կամաց ձայնդ կտրիր», զգուշացրեց Վալեկը։ «Ինչու ձայնս կտրեմ», գոռում էր Անթեկը։ «Սա որտեղից ծլեց»։ «Այ հիմա կբարկանամ ու կգնամ ոստիկանության ետևից ու Խարդախին ոստիկանական բաժանմունք կտանեմ»։ Կոշիկները ծուլորեն շարժվեցին, և տակառի միջից ձայն լսվեց. «Քանի ես բարի եմ, ձեռք քաշիր»։ «Նա հարբած է», շշնջաց Վալեկը։ «Պահ, հարբած է, հետո ինչ։ Թող ուրիշի տեղը չզբաղեցնի, գողի մեկը»։ Քաշքշելով ագրեսորի կոշիկներից չէր հանգստանում Անթեկը, և հանկարծ այդ ահագին կոշիկներից մեկը օդում աղեղ գծելով ուժգնորեն կպավ Անթեկի քրքրված սերտուկին, որից տղան քիչ մնաց ընկներ։ «Համա թե խաչակնքեց քեզ, հա», քրթմնջաց Վալեկը։ Տակառի միջից առաջվա նման խռմփոց էր լսվում։ Անթեկը Վալեկին մի կողմ տարավ
և ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։ Հետո զգուշությամբ մոտեցան տակառին և եզրերից բռնելով մի կերպ բարձրացրեցին ու դրեցին գետնին։ Քնած ագրեսորի գլուխը հայտնվեց այնպիսի դիրքում, որտեղ սովորաբար ոտքերն են լինում։ Աստված, տակառից տնքոց լսվեց ու միաժամանակ երկու շրջմոլիկները կոկորդով մեկ սկսեցին գոռգոռալ։ Գող, գող։ Տակառից նրանց արձագանքեց գորշ ձայնը։ Աստված, օգնեցեք։ Երեք տղաներն էլ միանգամից ցանկապատից այն կողմ փախան։ Գետնափորում կրակներ երևացին։ Մարդիկ փայտերով զինված բակ վազեցին ու մոտեցան տակառին, որի միջից առաջվա պես աղմուկ ու գոռգոռոց էր լսվում։ Տպավորություններով հարուստ այդ գիշերը Յասն ու նրա ընկերները անցկացրին ինչ-որ ծածկի տակ գերանների վրա։ Այստեղ պառկելը նույնն է, ինչ կառքի մեջ, ասաց Անթեկը։ Բացվեց նոր տարվա օրը։ Մոռանալով անցած գիշերվա անցուդարձն ու անքնությունը, վաղ առավոտյան Անթեկը զինվորական խորհուրդ հրավիրեց։ Այսօրվա օրից օգտվել է պետք, ասաց նա։ Կգնանք շնորհավորելու։ Դու, Վալեք, կգնաս ինձ հետ, իսկ դու, Յասեք, հապատուր ինձ քո քղմիդն ու գլխարկը։ Իսկ ես ինչ պետք է հագնեմ, հարցրեց վրդովված Յասը։ Իմ սերթուկը, ինչ է, վատն է, մի ամբողջ թևք ցույց տալով շարունակեց Անթեկը։ Դե հանիր, թե չէ, կգնամ բաժանմունք և միանգամից կասեմ, թե դու ով ես։ Իզուր էր խեղճ Յասը խնդրում կամ սպառնում, ոչինչ չօգնեց։ Ստոր Անթեկը համարյա ուժով նրա վրայից հանեց վերարկուն, անդրավարտիքն ու կոշիկները, և դառն արցունքները կուլ տվող Յասին կծու-քմծի ծիծաղով նետեց իր անտանելի ցնցոտիները։ Ապա նրան խստորեն հրամայեց երեկոյան սպասել Օբազնի փողոցի պանդոկի մոտ։ Յասը այդ ամենաերկար ու տխուր օրը ամենասև մտքերի մեջ անցկացրեց, որի մթերաբաժինը չորացած հացի կեղևն էր կազմում։ Անթեկը պայմանավորված տեղում երևաց միայն ժամը 7-ին։ Ուտելիք չէր բերել, բայց կատարը տաք էր։ Ավելի ճիշտ, լավ խմած էր։ Ապա լսիր, սկսեց ճարճատել Ստահակը։ Գործս յուղի պես էր գնում։ Ամեն տեղ խաբում էի, թե կուրիերից եմ, որովհետև ճանապարհին մի հիմարից շնորհակալական բացիկներ թռցրեցի։ Ինձ մոտ էլի պետք է լինի։ Նա չհասցրեց խոսքն ավարտել, քանի որ այդ պահին ինչ-որ մեկի հսկա ձեռքերը բռնեցին նրան և օդ բարձրացրեցին։ Օգնեցեք, Յասեք, փրկիր, գոռաց Անթեկը։ Ախ, այ հիմա քեզ կջարդեմ, ասաց հետապնդողը։ Պան Մարտին, իմ սուրբ պան Մարտին, լացից խեղդվելով գոռում էր Անթեկը։ Այ քեզ պարկերի համար, այ քեզ պարանի համար, այ քեզ ավազի համար։ Եվ ազնիվ մարդկանց այլևս չխաբես, ու մի գողացիր այն, ինչ քեզ չի պատկանում։ Բարոյագիտական բարձր ուսմունքի ամեն մի խրատ ուղեկցվում էր գոտու սուլոցով և ձայնով, որն այն մտքին էր հանգեցնում, թե գոտին արդեն Անթեկի կաշին շոշափել էր։ Որոշ ընդմիջումներով այդ ամենը շուրջ քառորդ ժամ տևեց։ Դեռ սկզբից լսելով, թե ինչի մասին է խոսքը և ինչպես են կռվում ավազավաճառները, Յասը թափով վազեց Կրակովյան արվարձանի կողմը, հրաժարվելով և Անթեկի մոտ ծառայելուց, և տակառի մեջ քնելուց, և նույնիսկ իր հագուստից։ Նա չէր պատկերացնում, թե հիմա ինչ կպատահի իրեն, բայց նույնիսկ բանտն ու մահը նրան ավելի գրավիչ էին թվում, քան անթեկների հետ շփվելը։ Մի քանի օր էր, ինչ ջերմաստիճանը 0-ից բարձր էր, բավականին տաք էր, ձյունն ու սառույցը հալվում էին։ Այն ժամին, երբ Յասն Անթեկից փախավ, քաղաքի վրա իջավ թանձր մառախուղը։ Խոնավ կապույտ մշուշի մեջ լապտերների լույսը նման էր օդում կախված կարմիր կրակների, իսկ անցորդները ստվերների։ Նոր տարվա առթիվ փողոցներում երթևեկությունը քիչ էր և վերջապես լրիվ դադարեց։ Ժամը 10-ին մոտ մառախուղը վեր բարձրացավ և միաժամանակ սկսեց անձրևել, որը քանի գնում ու ժեղանում էր, և վերջապես դարձավ իսկական հեղեղ։ Ճանապարհամերձ առվակները փքվեցին և ամբողջ փողոցով մեկ սկսեցին հոսել կեղտոտ ջրի վտակները։ Կուշտ ու լավ հագնված մարդիկ այդպիսի եղանակը նողկալի էին համարում, իսկ ցնցոտիավորների ու քաղցածների համար դա պարզապես սոսկալի էր։ Հենց նոր սկսեց անձրևել։ Յասը նկատեց, որ Անթեկի գլխարկն ու սերթուկը, որ մինչև այժմ զարմանալիորեն կոշտ էին, անձրևի տակ սոսկալի արագությամբ սկսեցին փափկել։
Գլխարկի ծակ եզրերից անձրևը թափվում էր ուսերին։ Հանկարծ տեղանցգաց, որ մի մեծ կաթիլ ընկավ վզին, և երբ թիակներն իրար մոտեցրեց, կաթիլը մեջքով ցած հոսեց։ Շուտով թրջված հագուստը սկսեց կպչել մարմնին, իսկ ծակ կոշիկները ցեխով լցվեցին։ Թեթև դողոցքը պատեց մարմինը։ Անձրևն ավելի էր ուժեղանում։ Քամին ջրի վտակները վեր էր բարձրացնում ու շպրտում մի կողմից մյուսը։ Տների պատերին տանիքից մինչև հիմքը թաջ շերտեր էին հայտնվել։ Փողոցները լրիվ դատարկվել էին։ Ապաստարան գտնելու հույսով Յասը մի դարպասից մյուսն էր վազում, մի որմնախորշից մյուսը, իսկ անձրևը կենդանի ու դաժան էակի անգթությամբ հետապնդում էր նրան։ «Օ Աստված իմ, փրկիր ինձ», շշնջաց տղան, մի քիչ տեղում պտտվեց ու նորից առաջ վազեց։ Մի ժամ սրանից առաջ Յասին թվում էր, թե աշխարհի բոլոր փորձությունները վերջացան։ Բանից դուրս եկավ, որ ամենավատը դեռ առջևում է։ Հարկ էր ազատվել ոչ թե մարդկանցից, այլ տարերքից։ Նա վազում էր առանց ետ նայելու, իսկ նրա ետևից կրնկակող անձրևը, քաղցն ու անքուն գիշերը։ Գիշերվա մեկին մոտ անմիտ վազվզոցից ուժասպառ Յասը ընկավ ինչ-որ տան աստիճանների վրա։ Ատամները ցրտից կապկապում էին, իսկ գլուխն այրվում էր։ Գլխապտույտի նոպան և ամբողջ մարմնի մեջ անսովոր ծանրությունը միառժամանակ ընդարմացրին նրան, որը նման չէր ոչ ուշաթափության, ոչ էլ քնի։ Սթափվելով, Յասը զարմանքով նկատեց, որ տանջանքները դադարել են։ Միայն թե լեզուն ցամաքել, իսկ շրթունքները չորացել էին։ Բայց դրա հետ միասին ինչ-որ երանելի հանգստություն և երևակայության անսովոր ազատություն էր զգում։ Երբեմն մոռանում էր, թե որտեղ է գտնվում, և մտածում էր, որ դեռ մայրական տանն է ապրում։ Ահա նորից, ինչպես միշտ, մեքենան է թխթխկում, և առաջվա նման լամպն է վառվում։ Դա լամպ չէ, այլ փողոցային լապտեր։ Դա մեքենայի աղմուկ չէ, այլ առվակով հոսող ջրի բարձր խոխոջյուն։ Յասը տրորեց աչքերը։ Ժպտալով նայեց, թե ինչպես է թափվում անձրևը, ինչպիսի արագությամբ է հոսում ջրի հեղեղը։ Հետո նորից սկսեց զառանցել։ Նրան թվաց, թե ալրաղացի ձայնն է լսում, և հիշեց, որ այգու թփերից մեկի տակ կարթեր ունի պահած։ «Գնամ լճակ ձուկ որսալու», ասաց նա։ «Այդ ոչ թե ալրաղացի աղմուկն է, այլ անձրևի», ասաց տղային նրա գիտակցությունը։ Բայց Տենդը հաղթեց գիտակցությանը։ Ահա այգին։ Ինչքան հաճելի է բուրում այստեղ։ Բոլոր ծառերը ծաղկել են, իսկ արահետները ծածկված են չոր մանրախճով։ Արևն այնպես է այրում, որ Յասը քրտինքի մեջ լողում է, և կուրացնող հրե գնդի լույսից ստիպված է կկոցել աչքերը։ Աչքերը բացելով Յասը տեսավ գազալապտերը և զգաց, որ լապտերի թրթռացող լույսը գրգռում է իրեն։ Տղային թվաց, թե լապտերից նահանջում ու թաքնվում է նկուղում, որտեղ տնտեսուհին պուլիկների մեջ կաթ է պահում։ Այդ նկուղում հայտնվեցին Անթոսյան, Մանյան, Կուզյան և Յուլեկը։ Յասն այնպես ուրախացավ, որ նույնիսկ ծափ տվեց, բայց իսկույն նկատեց, որ երեխաներն իրեն չեն նայում։ «Դե լավ, մի համառեք», գոռաց նա։ «Ավելի լավ է ինձ մի քիչ կաթ տվեք, որովհետև շատ եմ հոգնել»։ Բայց երեխաները չլսեցին նրան ու նկուղից դուրս փախան։ Ինքն էլ նրանց ետևից։ Նրանց անտարբերությունն այնպես վիրավորեց Յասին, որ որոշեց բողոքել մորը և նրան սկսեց իր մոտ կանչել. «Մայրիկ, մայրիկ», բայց մայրն էլ էր փախչում նրանից ու թաքնվում, և իրեն ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել նրան։ Այդ հետապնդումը համարյա խելագարության հասցրեց։ Նա պարզեց ձեռքերն ու առաջ նետվեց։ Վերջապես գիտակցությունը տեղը եկավ ու հասկացավ, որ նստած է փողոցում, իսկ անձրևը փոքր-ինչ նվազել է։ Հիշեց իր տեսիլքները, բայց չկարողացավ հասկանալ, թե արդյոք նույն ձայնն է, որն ինչ-որ մի ժամանակ վազվզում էր այգում ու մարգագետիններում, որը փախավ դուրս կուց և ընկավ անթեքի մոտ, որը կողոպտեց իրեն։ Նա զգաց, որ իրեն ինչ-որ մեծ վտանգ է սպառնում։ Հանկարծ գլխում մի միտք ծագեց. մահ։ Մահ գիշերվա կեսին, դատարկ քաղաքում, խոժոռված երկնքի տակ, ցեխոտ ու տենդահար, երբ կողքիդ ոչ ոք չկա, որին կարողանայիր հրաժեշտ տալ, կամ էլ վերջին հայացքը փոխանակել։
Ինչքան սարսափելի է, ինչքան մարդ կա շուրջդ, ու նրանցից և ոչ մեկը չի մտածի, թե իրենից մի քանի քայլ այն կողմ ճակատագրի հարվածների տակ որբ մի տղա է մեռնում։ Հուսահատությունը պատեց Յասին։ Մի պահ ևս և կնետվեր դուռը ծեծելու և կգոռար «խղճացեք», բայց րոպեական գրգռվածությունն անցավ, ու Յասը ճանապարհ ընկավ, սրտառուչ բառերով դիմելով ամենաբարձրյալին և անընդհատ կրկնելով. «Ով իր Աստծուն կհավատա»։ Նա արդեն կորցրել էր արդիականության զգացումը։ Մտքերն ուղղվում էին մորն ու Աստծուն, իսկ անզգայացած ոտքերը ինչ-որ տեղ էին տանում։ Ուր։ Հավանաբար այն մթին սահմանը, որից ոչ ոք այլևս չի վերադառնում։ Ինքն էլ չիմանալով ինչու և ինչպես, հայտնվեց Երուսաղեմյան ծառուղիներում ու գնաց այն ճանապարհով, որը նրան դեպի Վիսլա էր տանում։ Թվում էր, թե երկինքն էլ է արտասվում այդ փոքրիկ էակի համար, որն ինչպես կարող էր, Արարիչին էր վստահել վշտով և անհասկանալի տագնապով լցված իր հոգին։ 12. Բարեկամ։ Պան Անզելմը Վարշավա եկավ Նոր տարվա նախօրյակին։ Նա սենյակ վարձեց Պոլսկի հյուրանոցում և ժամանակ չկորցնելով ուղևորվեց այնտեղ, ուր Յասի ցուցմունքներով ապրում էր նրա խնամակալը։ Պան Կարոլը այստեղ է ապրում, մոտենալով դարպասներին հարցրեց շլախտիչը դռնապանին։ Այստեղ երկրորդ հարկում, միայն թե հավանաբար նա տանը չէ, քիչ առաջ դուրս եկավ։ Շլախտիչը ձեռքը տարավ քսակին, իսկ դռնապանը հանեց գլխարկը։ Դու չգիտես, բարեկամս, շարունակեց շլախտիչը, պան Կարոլի մոտ Յաս անունով մի փոքրիկ տղա ապրում է։ Ըհը, հենց այն, որի մայրն ամռանը սովից մեռավ։ Եղել է այստեղ, միայն թե հիմա դերձակի մոտ է, դուրս գու, իսկ այստեղ էլ չի գալիս։ Սովամահ լինելու մասին լսելով, պան Անզելմը ցնցվեց, հետո դռնապանին 2 զլոտի տվեց, իմացավ դերձակի հասցեն ու կառապանին բարկացած հրամայեց իրեն տանել Ստարիմյաստի շրջանը։ Նա տղամարդու հագուստի խանութում գտավ ազնվազարմ պանի դուրս գային միայն։ Երբ նրան հարցրեց Յասի մասին, գեր տիկինը ձեռքերը թափահարելով բացականչեց. Ախ, իմ բարի պան, պատկերացրեք ստահակ ենթրեկը, այն, որը թաքնվում է պահարանի ետևը, կողոպտեց մեզ, իսկ իմ ծերուկը վերցրեց ու Յասին մեղադրեց։ Եվ պատկերացնում եք, խեղճ տղան փախավ, իսկ ես այնպես էի սիրում նրան։ Հավատացնում եմ ձեզ, խելքս թռցնում էի նրա համար։ Լավ, բավական է, զայրույթից կարմրատակելով նրա խոսքը կտրեց շլախտիչը։ Իսկ հիմա նա որտեղ է։ Բանն էլ հենց այն է, որ չգիտենք, թանկագին պան, տնքաց վախեցած դուրս գան, որտեղից իմանամ, գուցե ինքնասպան է եղել կամ էլ կախվել է։ Գրողի ծոցը գնաք դուք, ոտքով դոփելով գոռաց կատաղած շլախտիչը։ Ահա թե Վարշավայում ինչպես են խնամակալում որբերին։ Ախ, բարի պան, ախ, ազնվապարո պան, տագնապով նայելով այցելուի ոստաշատ գավազանին, սկսեց ողբալ խեղճ պանի դուրս գան։ Ախր դա իմ, այսպես ասած, ամուսինս է մեղավոր և ոչ թե խեղճս։ Ես ախր ուրիշ դասից եմ, թանկագին պան, և կարող էի չինովնիկի հետ ամուսնանալ։ Ուր է ձեր ամուսինը։ Գավազանը հատակին խփելով մռնտաց պան Անզելմը։ Դե նավազեց Յասին և այն անբան պանևկային փնտրելու։ Ենտրեք, ապա վազիր ու մի գավաթ, ուզում էի ասել, տիրոջդ կանչիր։ Սրիկան վայրկյան չկորցնելով նետվեց դեպի դուռը և քիչ անց առաջնորդեց վարպետին, որն անվստահորեն քայլերը փոխելով ներս մտավ։ Դեմքը չափից դուրս գունատ էր, իսկ քիթը, ինչպես միշտ, հասած մորու գույն ուներ։ Որտեղ է Յասը, կարճ հարցրեց պան Անզելմը։ Դուրս կին նայեց իր վախից սփռտնած կնոջը, ոտքերն ավելի ուժգին սկսեցին դողալ, խոնարհությամբ ասաց. Փախավ, պարոն, չնայած հարազատ որդուս նման սիրում էի նրան։ Հիմա փնտրում եմ, պարոն, մի քանի օր է ինչ փնտրում եմ, բայց… Դիմացի գարեջրատանը Պետերբուրգից եկած 3 առևտրականի հանդիպեցի, և ուրեմն… Ես ձեզ ցույց կտամ, հարգարժան խնամակալներ, գոռաց Անզելմը և դուռը շրխկացնելով դուրս եկավ խանութից։ Ես ուշացա։ Աստված հավանաբար արհամարհեց իմ զոհը։ Դեպի ռատուշան քայլելով շշնջում էր շլախտիչը։ Երբ նա տեղ հասավ ու պահանջեց, որ Յասին փնտրելու գործում օգնեն իրեն, աստիճանավորներից մեկն ասաց. Տղային արդեն փնտրում են, երեկ այստեղ եկավ ինչ-որ պանև կա,
և նրան մասին մանրամասն նկարագիրը թողեց։ Դեմքը կլոր է, մազերը բաց գույնի են, վերարկուն սև է, գլխարկը հովարով, հատուկ նշաններ չունի։ Ինձ ոչ թե հատուկ նշաններն են հետաքրքրում, այլ տղան, առարկեց շլախտիչը և խոստանալով պարգևատրել նրան, ով կգտնի Յասին, քթի տակ փնթփնթալով դուրս եկավ։ Հետաքրքիր է, ով է այդ Պանևկան, հավանաբար ցածր խավից է, բայց ազնիվ մարդ է։ Պան Անզելմը եղավ բոլոր կոստյոլներում, խնդրելով ամբիոնից հայտարարել սև հագուստով ու հովարե գլխարկով Յաս անունով տղայի կորստյան մասին։ Քսենձները հոժարությամբ էին համաձայնում կատարել նրա խնդրանքը, և իրենց կողմից էլ ավելացնում էին, որ նույն խնդրանքով իրենց դիմել է ինչ-որ ցածրահասակ ու մեծ գլխով մի մարդ։ Հավանաբար խելամիտ տղա է, Պանևկայի մասին մտածեց պան Անզելմը, չիմանալով, որ խեղճը նույն այն տղան է, որը ոչ թե ձևարար է, այլ աստված, միայն թե հիմար է այծի պես։ Հյուրանոց վերադառնալով, պան Անզելմը անկողին մտավ։ Շատ վշտացած ու հոգնած էր։ Նա զգաց, թե որբի նկատմամբ կապվածությունը ինչպես է ցավակցության թելերով սողոսկում նրա սիրտը։ Հունվարի 2-ին առավոտյան ժամը 11-ին պան Անզելմին հայտնեցին, որ Յասին գտել են, և նա հիմա ռատուշայում է։ Մի քանի րոպե էլ չանցավ, երբ շլախտիչը գրասենյակ մտավ։ Այստեղ նա տեսավ ինչ-որ բանվորի, պառավ մի կնոջ, ցրիչին ու ոստիկանին, որոնք խմբվել էին սև վերարկու հագած տղայի մոտ։ Անզելմը նայեց նրա աչքերին ու քարացավ։ «Անունդ ի՞նչ է», հարցրեց նա տարօրինակ անձին։ «Յաս, ձերդ ողորմածություն, թող ինձ խոլեռան տանի», պատասխանեց դեմքին կապտահետքեր ունեցող բալանման քթով տղան։ Շլախտիչը չգիտեր, թե ինչ մտածեր։ Այդ պահին տղային ինչ-որ տարեց ոստիկան մոտեցավ, սուր հայացքով նրան նայեց, հետո շուռ տվեց վերարկուի օձիքը և աստառի պիտակի վրա կարդաց. «Կալասանտի Դուրսկի, Վարշավայից», հետո ասաց. «Դե ճիշտն ասա, դու նրան կողոպտել ես»։ Անզելմը փլվեց աթոռին, իսկ տղան անընդհատ ճտճտում էր. «Ես չեմ կողոպտել, Աստված վկա, այս վերարկուն ինքը նվիրեց ինձ, թող գետնի տակն անցնեմ, թե սուտ եմ ասում։ Նա ինձ մոտ էր ծառայում, թող ինքն ասի։ Ես նրան հարազատ որդուս նման կերցրել եմ, բայց երեկոյան, երբ ես ու Մարտինը կռվեցինք, այդ շունշան որդին թողեց ու փախավ։ Թող լույսի երեսը չտեսնեմ, թող այրվեմ։ Եթե դու անթեկն ես, ինչու էիր քեզ Յասի անունով կոչում», շարունակեց հարցաքննել ոստիկանը։ «Դե իհարկե անթեկն եմ, ես էլ այդպես ասացի, անթեք»։ «Ինչ ես ստեր փչում, սրիկա, բոլորն էլ լսեցին, թե ինչպես քեզ Յաս կոչեցիր»։ «Էհե», զարմացած նկատեց տղան, «եթե այդպես է, ուրեմն սխալվել եմ»։ Անթեկը լավ հայտնի էր ոստիկանությանը։ Բերեցին նրա անձնական գործը, որից պարզվեց, որ փողոցային շրջմոլիկը մի քանի անգամ ենթարկվել է կալանքի։ Մի անգամ այն բանի համար, որ փոստատան առջև փորձեց շորեր խցկել ու փակել շատրվանների խողովակները։ Մի ուրիշ անգամ, որ քարով ջարդեց օմնիբուսի ապակին։ Հետո այն բանի համար, որ կողոպտեց պուդելին, հանելով նրա դնչակալն ու վզի շղթան։ Հետո այն բանի համար, որ հանել էր դռների պղնձյա բռնակները։ Այն բանի համար, որ ինչ-որ զինվորի մասնակցությամբ պանդոկում կռիվ էր սարքել։ Պան Անզելմի մազերը զարմանքից ցցվեցին, երբ նա համեմատեց խուլիգանի տարիքը նրա անհաշիվ հանցագործությունների հետ։ Հուսախաբ բանվորը, ծեր կինը և ոստիկանը հեռացան ձեռնունայն։ Հենց նույն պահին պան Անզելմին երկու նորություն հաղորդեցին։ Առաջինը, որ ազնիվ Ենդրուսը, Դուրսկ ու աշակերտը, որը կողոպտել էր իր վարպետին, արդեն տեղ է գրավել Դանիլովյան փողոցի կողմի պատվավոր անձանց օթյակում։ Երկրորդ նորությունը տագնապալի էր։ Ինչ-որ մեկը ենթադրեց, որ Յասը խեղդվել է, քանի որ նույն պահին, երբ Վիսլայի վրայի սառույցը կոտրվել է, լսվել է ինչ-որ մեկի հուսահատ ճիչը։ Պան Անզելմի խնդրանքով քաղաքի բոլոր ծայրերը սուրհանդակներ ուղարկեցին, որպեսզի հաստատեն այդ լուրի իսկությունը։ Բանից պարզվեց, որ Վիսլայի վրա սառույցը ճեղքվել է Վարշավայի ու Պրագայի միջև, իսկ այդ պահին ճիչը լսել են Վոլսկի ուղեկալի ետևում։ Ապացուցված էր նաև այն, որ ճչացել է ոչ թե Յասը, այլ ինչ-որ Մագդալենա Ռուբաչեկը, ծեծված ամուսնու, օրավարձու բանվոր Վալենտի Ռուբաչեկի կողմից։
որն առանձնացվում էր ալկոհոլային խմիչքների նկատմամբ ունեցած իր սիրով։ Երբ բոլոր կասկածները բավարար կերպով ցրվեցին, հուսահատ շլախտիչը թողեց ռատուշան և մի քանի ժամ շարունակ աննպատակ թափառեց փողոցներում։ Եղավ Ստարի Միաստում, Նովի Սիեզդում, քայլեց Վիլսկի Վարշավյան ափով և միայն երեկոյան 6-ին մոտ վերադարձավ հյուրանոց։ Եթե այն ժամանակ պան Անզելմը ուշադիր շուրջը զններ, ապա կնկատեր մի նիհար տղայի, որը ոտքերը թփթփացնելով ու սառած ձեռքերի վրա փչելով առաջ էր վազում մեկ ձախ, մեկ աջ կողմից ու աննկարագրելի անհանգստությամբ նայում նրա աչքերին։ Բայց պան Անզելմը ոչինչ չէր տեսնում ու մտածմունքի մեջ ընկղմված առաջ էր շարժվում։ Մի քանի փողոց անցնելուց հետո հասավ հյուրանոց։ Անհաստատ քայլերով բարձրացավ աստիճաններով և բացեց իր սենյակի դուռը։ Երբ մոմը վառելուց հետո շրջվեց դռան կողմը, այն փակելու միտումով, քիչ մնաց սայթաքեր ոտքերի մոտ ընկած ցնցոտիների կույտի վրա։ Միաժամանակ զգաց, որ ինչ-որ մեկը համբուրում է իր ծնկները և հեծկլտանքի ու տնքոցների միջից զանազանեց հետևյալ խոսքերը. «Պան Անզելմ, թանկագին պան»։ Շլախտիչի սիրտը կանգ առավ։ Նա երեխային սեղմեց կրծքին, բարձրացրեց գլխից վեր, դիտեց նրա նիհար դեմքն ու բացականչեց. «Օ, զավակս, ինչքան վիշտ ու դառնություն պատճառեցիր ինձ»։ Դա Յասն էր, քրքրված, հոգնած, սոված։ Բայց ո՞վ էր նրան այստեղ բերել։ Հավանաբար նա, ով չվող թռչուններին, արագիլներին ու ծիծեռնակներին ճիշտ ճանապարհն է ցույց տալիս։ Հունվարի 3-ին Դուրսկու աշակերտներից մեկը փողոցում հանդիպեց Պանևկային, միանգամայն ողբալի վիճակում։ Ենթավարպետն այնպես էր հարբած, որ ոտքերի վրա հազիվ էր կանգնում։ «Ձեզ ինչ է պատահել», բացականչեց զարմացած տղան։ «Կորիր գրողի ծոցը», փնթփնթաց Իգնացին։ «Իսկ դուք չգիտեք, որ Յասը երեկ գտնվել է»։ «Ինչ ես դուրս տալիս»։ «Իսկապես գտնվել է և հիմա Պոլսկի հյուրանոցում մի շլախտիչի մոտ է», պատասխանեց աշակերտը։ Պանևկայի աչքերը փայլեցին։ Միանգամից սթափվելով և իրեն հավաքելով, նա ամբողջ ուժով վազեց հյուրանոց։ Դռների մեջ բախվելով դռնապանին, նրա գլխին հարցերի տարափ տեղաց։ «Ո՞ւր է Յասը։ Ո՞ւր է այն տղան, որին ինչ-որ շլախտիչ է վերցրել»։ «Իսկ ձեր ինչ գործն է։ Ասացեք, ո՞ւր է նա»։ Դռնապանի ձեռքերից բռնելով աղաչում էր Պանևկան։ «Այդ պարոնի հետ արդեն մեկնել է փոստակառքով», պատասխանեց վարչակազմի վիրավորված ներկայացուցիչը, միայն թե շուտ ազատվի այցելուի գրկախառնությունից։ Պանևկան սրընթաց վազեց Մեդովի փողոցով։ Երբ նա թեքվեց Կոզյի, ետևից լսեց եղջերափողի ձայնը։ Նա շրջվեց։ Այդ պահին նրա կողքով անցավ փոստակառքը, որի ներսում մի վայրկյան երևաց Յասի դալուկ դեմքը։ Ամբողջ ուժերը հավաքելով, Իգնացին վազեց կառքի ետևից։ Նրա ու հսկայական կառքի միջև տարածությունը չէր ավելանում, որը մի քանի տասնյակ քայլ կլիներ միայն։ «Չեմ հասնի», զգալով, որ ուր որ է կընկնի, քրթմնջաց Պանևկան։ Կամրջի մոտ ընկնելով այլ կառքերի հոսանքի մեջ, փոստակառքը մի փոքր դանդաղեցրեց իր ընթացքը։ Պանևկան մի քիչ մոտեցավ նրան և ինչքան ուժ ուներ գոռաց. «Յաս, Յաս»։ «Փողոցում գոռալ չի կարելի», զգուշացրեց նրան ինչ-որ մեկի պաշտոնական ձայնը։ Կամուրջի վրա ենթավարպետը մի քանի վայրկյան էլ վազեց, շարունակելով կանչել. «Յաս, Յաս»։ Հանկարծ կառքը արագացրեց ընթացքը։ Վերջին ուժերը դավաճանեցին Պանևկային։ Ծանր շնչելով, նա նայեց հեռացող կառքի ետևից։ «Նույնիսկ չնայեց ինձ վրա», դառնությամբ շշնջաց նա։ Պանևկան էլ որբ էր։